ժողովուրդը միանշանակ ուզում է խաղաղություն։ Ես էլ եմ կողմնակից խաղաղության։ Ինչով է պայմանավորված, երևի վարչապետը անկեղծ է իր ժողովրդի հետ, որը որ չի տեսնում ժողովուրդը այլ քաղաքական ուժերի մեջ, այդ անկեղծությունը չկա նրանց մեջ։ Միգուցե չափից շատ անկեղծ է էդ էլ հա թիրախավորվում, որովհետև ուղղակի մարդկային առումով ինչքան շատ անկեղծ ես լինում, այնքան շատ ես թիրախավորվում։ Բայց ինչևէ, ես տեսնում եմ անկեղծություն կա գործող վարչապետի կողմից, իր կողմնակիցների, ժողովուրդն էլ, ախր ժողովուրդը ամեն ինչ տեսնում է։ Հասարակ օրինակ, եթե երգիչը դուրս է գալիս բեմ, մի հատ երգ է երգում, կամ մյուս երգիչն է դուրս գալիս, ժողովուրդը գիտի ով է անկեղծ երգում, իսկ ով է խաղում թե անկեղծ է։ Այդ տարբերությունը քաղաքականության մեջ էլ կա։ Հիմա եթե վարչապետը վայելում է ժողովրդի սերը, դա չես կարա դա ասես տենց չի, տենց է, դա երևում է։ Ես հույս ունեմ, որ 26 թվականի ընտրությունները ժողովուրդը նորից իր կարծիքը կհայտնի, ինչքան էլ մենք քաղաքական ուժերը, ինչքան էլ պոլիտիկան, այս կողմ են կողմ, սենց ինչ-որ շարժումներ սկսի, ժողովուրդը իր կարծիքը կասի։ Իսկ ժողովրդի որոշումն էլ դա Աստծո կամքն է։